Մեքսիկայի Յուկատան թերակղզում գտնվում է հնագույն մի քաղաք՝ Չիչեն Իցան։ Այն համարվում է մայաների քաղաքակրթության ամենակարևոր կենտրոններից մեկը եւ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այս տարածքը հայտնի է իր ճարտարապետական ճշգրտությամբ եւ աստղագիտական հաշվարկներով, որոնք մինչ այսօր ուսումնասիրվում են գիտնականների կողմից։ Չիչեն Իցան հիմնադրվել է մոտավորապես 6-ից 7-րդ դարերում եւ մի քանի դար շարունակ եղել է քաղաքական, տնտեսական եւ կրոնական կարևոր կենտրոն։ Քաղաքը կառուցվել է այնպիսի տարածքում, որտեղ բնական գետեր չկան։ Այդ պատճառով բնակիչները օգտագործել են բնական ստորգետնյա ջրային փոսեր, սենոտներ, որոնք ապահովել են ջրի մշտական հոսքը։ Այս հանգամանքը նպաստել է քաղաքի զարգացմանն ու բնակչության աճին։ Չիչեն Իցայի ամենահայտնի կառույցը Կուկուլկանի բուրգն է, որը հայտնի է նաև որպես Էլ Կաստիլյո։ Բուրգն ունի 4 կողմ եւ յուրաքանչյուր կողմում կա 91 աստիճան։ Եթե հաշվի առնենք նաև վերին հարթակը, ընդհանուր ստացվում է 365 աստիճան, որը համապատասխանում է տարվա օրերի թվին։ Այս կառուցվածքը ցույց է տալիս, որ մայաները ունեցել են առաջադեմ օրացույցային եւ աստղաբանական գիտելիքներ։ Ամեն տարի գարնան եւ աշնան գիշերահավասարի օրերին արևի լույսն ու ստվերը բուրգի աստիճանների վրա ստեղծում են շարժվող օձի պատկեր։ Այս երևույթը կապված է Կուկուլկան աստծո հետ, որը ներկայացվում էր որպես փետրավոր օձ։ Քաղաքում կա նաև մեծ խաղադաշտ, որը համարվում է Կենտրոնական Ամերիկայի ամենամեծ հնագույն գնդախաղի դաշտը։ Հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ քանդակներ, գործիքներ եւ զոհաբերության հետքեր, որոնք վկայում են կրոնական ծեսերի գոյության մասին։ Այսօր Չիչեն Իցան համարվում է մայաների մշակույթի կարևորագույն հուշարձաններից մեկը։ Նրա օգնությամբ գիտնականները կարողանում են հասկանալ, ինչպես էին հին քաղաքակրթությունները հաշվարկում ժամանակը, հետևում աստղերին եւ ստեղծում բարդ ճարտարապետական կառույցներ։ Տարեկան միլիոնավոր այցելուներ են գալիս այստեղ ուսումնասիրելու եւ տեսնելու այս եզակի մշակութային ժառանգությունը։ Չիչեն Իցան հին աշխարհի գիտական եւ մշակութային առաջընթացի կարևոր օրինակ է։ Այստեղ համոզված ենք, որ հազարավոր տարիներ առաջ մարդիկ կարողացել են ստեղծել ճշգրիտ հաշվարկներով կառուցված քաղաքներ եւ կառույցներ։ Այսօր այն շարունակում է մնալ ոչ միայն պատմական հուշարձան, այլ նաեւ գիտական ուսումնասիրությունների կարևոր կենտրոն։